Ողջույն մեզ միացած լսողներ եւ դիտողներ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Սա Թարմ ուղեղով զրույցն է եւ մեր տաղավարում Ռուբեն Մեհրաբյանն է, Հանուն Հանրապետության Կուսակցության փոխնախագահ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, պարոն Մեհրաբյան, այ Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերից շրջանառության մեջ էր դրել զինծառայության ժամկետների կրճատման հարցը 2 տարին դարձնել 1.5 ու արդեն հոկտեմբեր ամսին դա վերահաստատվեց։ Ծնողների տեսանկյունից սա շատ դրական է, բայց դժգոհություններ կան ոչ միայն ընդդիմադիր դաշտում գտնվող մարդիկ, այդ կողմից ոչ միայն կան դժգոհություններ, այլ նաև առհասարակ սովորական քաղաքացիներ կան, ովքեր մտածում են, որ սա ճիշտ որոշում չէ, հատկապես պատերազմից հետո, երբ մենք բանակում ամեն դեպքում մարդկային ռեսուրսի խնդիր ունեցել ենք, շարունակում ենք ունենալ։ Իհարկե պաշտպանության նախարարը ասաց, որ ազգային ժողովում սա երկար մտածված որոշում է եւ իրականում այնպես չի, որ վատ արդյունքների կբերի, բայց ես ձեր տեսակետն եմ ուզում իմանալ, արդյոք դրական է այս որոշումը, թե ամեն դեպքում կարող են խնդիրներ առաջանալ։ Եկեք տեսնենք այսպես մեծ համապատկերում այս ամենը։ Մեր բանակում իրականացվում են ռեֆորմներ, ուղղված նրան, որ մենք ունենանք ժամանակակից բանակ, որը համարժեք կլինի այն հնարավոր ռազմական անվտանգության սպառնալիքներին, որոնք կան մեր անվտանգության միջավայրում։ Հետևաբար ցանկացած քայլ փոփոխություն մեր բանակում պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։ Հիմա փորձենք հասկանալ այս քայլը տեղավորվում է, թե ոչ։ Իմ պատկերացմամբ Հայաստանը այո պետք է ունենա ժամանակակից զինված ուժեր, հաշվի առնելով այն, որ Հայաստանը փոքր երկիր է, քիչ բնակչությամբ, ավելի քիչ քան իր բոլոր հարևաններն առանց բացառության, Հայաստանում պետք է պահպանվի համընդհանուր զինապարտությունը, այսինքն այդ պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտը Հայաստանում պետք է լինի։ Հայաստանում պետք է լինի նաև այդ զորահավաքները, ռեգուլյար, որը եւս պետք է լինի համընդհանուր։ Եվ իհարկե Հայաստանի բանակում այո պետք է լինեն նաև պայմանագրային ծառայողներ։ Հիմա գալով այս բաղկացուցիչներից այն առաջինին, ընդհանուր զինապարտությամբ։ Ամբողջ հարցն այն է, թե ոչ թե 2 տարին է լավ, թե 1.5, այլ ինչ են անում այդ 2 տարվա ընթացքում եւ ինչ են անելու տարի ու կես ժամանակահատվածի ընթացքում։ Եթե, ասենք, թողնում ենք 2 տարի եւ այդ ընթացքում զինվորներն ինչ են անում, պարապ թրև են գալիս, իրար փոր են թափում, 3 պատրոն են կրակում ամբողջ ծառայության ընթացքում, որից մեկը կարող է իրենց, չէ՞։ Աստված մի արածցե։ Մենք ունեցել ենք տենց դեպքեր։ 1000 ու մի նման դեպքեր այո եւս եղել են։ Եվ դուրս են գալիս բանակից առանց որևէ գիտելիքի, հետն էլ բարքերն էլ չխոսենք, հա։ Տենց 2 տարին մեզ պետք չի։ Եվ ամբողջ հարցն այն է, այդ տարի ու կեսվա ընթացքում չափահասություն նոր մուտք գործած երիտասարդը ինչպես է դառնում այդ 1.5 տարվա արդյունքում պատրաստի զինվոր։ Մեզ պետք է հասկանալ որն է այդ ծրագիրը։ Այստեղ հարց է, որի պատասխանը մենք դեռ պետք է ստանանք։ Տեսեք, շատ երկրներ կան, ժողովրդավարական երկրներ, որոնք ունեն շատ բարձր որակի զինված ուժեր, ժամանակակից բանակներ, որտեղ եւ պահպանվում է համընդհանուր զինապարտությունը։ Օրինակ Ֆինլանդիա։ Այնտեղ ինչքան է զինվորական ծառայությունը։ 8 ամիս, որից հետո դրան հաջորդում են զորահավաքները, որտեղ այդ ստացած գիտելիքն դպրոցի պես սովորում են ամեն ինչ եւ անդադար, այո, եւ չեն զբաղվում փողոց ավլելով, չգիտեմ, խոտը կանաչ գույնի ներկելով,
այլ հիմար բաներով զբաղվելով։ Եվ դրանից հետո սկսում է արդեն զինված ուժերի անձնակազմի պատրաստությունը արդեն ռեզերվի կազմում։ Այդ գիտելիքները 8 ամսից կատարելագործվում են, թարմացվում են, նորամուծություններ եթե կան ծանոթանում են դրա հետ, հա, եւ արդյունքում մենք ունենում ենք հետեւյալը, որ ռեզերվային զորամիավորումների մարտունակությունը կադրային զորամիավորումների մարտունակությունից չի տարբերվում։ Եթե մենք գնում ենք այս ճանապարհով, ապա սա ճիշտ որոշում է։ Սա նույնիսկ միջանկյալ որոշում է։ Եվ մենք կամաց-կամաց կգնանք կհասնենք օպտիմումի։ Ի վերջո սա process է։ Եթե մենք խոսում ենք այս հարցերից այս տրամաբանության մեջ, ել եմ ասում եթե, որովհետև բնականաբար ես չունեմ այս հարցերի պատասխանը, բոլոր պարամետրերն ինձ հայտնի չեն օբյեկտիվ պատճառներով։ Եվ կարծում եմ սա այն հարցն է, որ որքան էլ որ բանակը այո փակ կառույց է, այո այստեղ գաղտնիության հարց կա եւ այլն, բայց բանակը massայական կառույց է եւ ներգրավում է ամենալայն շրջանակները քաղաքացիների եւ սա կարծում եմ այո պետք է լինի քննարկման առարկա եւ ես շնորհակալ եմ ձեզ այս հարցի համար, որ նաեւ առիթ եք ապահովում այս հարցերից խոսել։ Սրա մասին այո մենք պետք է խոսենք մինչեւ կհասնենք այն օպտիմումի, որին մենք այո պետք է ձգտում ենք եւ հասնելու ենք, որովհետեւ այդպիսինն է մեր անվտանգության միջավայրը, չնայած ես նաեւ պետք է նշեմ այն փոփոխությունները տարածաշրջանային, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում, բայց այնուամենայնիվ վառոդը պետք է պահպանել չոր վիճակում։ Այստեղ մտահոգություններ կլինեն, պարոն Մեհրաբյան, երբ մենք փորձենք համեմատություն անցկացնել, երբ 25-օրյա հավաքների այս process-ը մեկնարկեց, նույն տրամաբանությամբ էր եւ խոսույթը գրեթե նույն ձևով էր, որ ռեֆորմներ են գնում, պիտի մենք ամեն ինչ անենք, որ մարդիկ գնան, սովորեն, բայց ինչքան ժամանակ է արդեն անցել։ Ես ում ճանաչում եմ եւ հարցնում եմ, անցել եք այդ process-ի մեջով եւ ինչ եք սովորել այնտեղ, որևէ բան չեն սովորում։ Ինչն է խնդրեմը եւ եթե մենք այս որոշումը արդեն 26 թվականից պիտի տեսնենք գործի դրված, արդյոք այդ ժամանակը բավարար է, որպեսզի այն ներքին համակարգային հարցերը լուծվեն, որոնց հիմքի վրա արդեն կարելի է process-ը առաջ տանել։ Տեսեք, սա երևի մի քիչ սուբյեկտիվ է ձեր գնահատականը, ի վերջո հա, եթե մենք խոսում ենք այն շրջանակից, ում հետ հանգամանքների բերումով մենք շփվել ենք կամ խոսել ենք, հա, ես էլ էլի ունեմ ծանոթներ, ովքեր մասնակցել են, ասում են հետևյալը, որ այն ինչ կար ասենք թե ամենասկզբում, որ երբ այո ոչինչ չէին սովորում, հիմա լավ էլ սովորում են, իրենք են ասում։ Երկրորդը հետո կա նաև իրականություն, հա, իրականությունը հետևյալն է։ Այս անցած հաշված տարիների ընթացքում Հայաստան ահռելի քանակի նոր զինատեսակներ են եկել, որոնք ընդհանրապես անծանոթ էին մեզ։ Ընդ որում անծանոթ էին թե սպայական կազմին, թե ել չեմ խոսում զինվորներից։ Մեր բանակի համար անծանոթ զենքեր, մեր բանակում ստանդարտի փոփոխություն է տեղի ունենում։ Դպրոցն է փոխվում մեզ մոտ, չէ՞։ Անցում է կատարվում ՆԱՏՕ-ի ստանդարտներ։ Այդ ամեն ինչ առանց սովորելու չի լինի։ Այնպես որ ուզենք թե չուզենք, այդ զենքերի յուրացման գործընթացում ներգրավելով նաև այդ 25-օրյա հավաքների ռեզերվիստներին, այդ ուսուցումը չի կարող չլինել ուղղակի։ Այլ հարց է, թե արդյոք սա մեր ուզածն է, թե ոչ։ Ես ճիշտն ասած չգիտեմ, որովհետև դրա համար ինքս գոնե անձամբ պետք է տեսնեմ, sense լսելով կամ ծանոթի ասածով չեմ ուզում ուղղակի երբ որ դուք ասացիք ում հետ շփվել եմ, ես էլ ասացի ում հետ ես եմ շփվել։ Իհարկե սա process է։ Եկեք ասենք, այնպես չի որ մենք եկել հասել ենք իդեալական վիճակի, սա process է եւ գիտենք որ բանակային ռեֆորմները դրանք
դանդաղ process են, բանակը կոնսերվատիվ կառույց է, իներցիոն կառույց է, բայց մենք ժամանակ չունենք, մենք պետք է արագացնենք այդ ամենը։ Եվ այս ընթացքում էլ մենք տեսնում ենք նոր նշանակումներ, բավականին առաջադեմ բարձրաստիճան սպաների նշանակում, պաշտոններին, հա, մենք տեսնում ենք նաև արտասահմանցի հրահանգիչներ, այս ամենում հատկապես ռազմական կրթության ոլորտում, ես ասում եմ այն ինչ կա բաց ինֆորմացիա, հա, որոնք արևմուտքում են կրթություն ստացել եւ հիմա վերափոխվում է նախ եւ առաջ այդ սպայական դպրոցը, այսպես ասեմ, կառավարման, ռազմական կառավարման կուլտուրան։ Մենք մշակույթ պետք է փոխենք, հասկանում եք։ Այն ռուսական սկզբունքը «Я начальник, ты дурак» չի աշխատում։ Մենք այդպես ունենում ենք նախիր, ոչ թե բանակ։ Քանի որ բանակից ենք խոսում, շատ կարևոր է վերջերս այդքան քննարկված ու կարծում եմ քննարկվող դեռևս քննարկվելիք հարցը պատերազմի քննիչանձնաժողովի կողմից զեկույցի հրապարակման հարցը, որը կրկին ընդդիմադիր ուժերի կողմից շատ մեծ դժգոհությունների է այսպես բախվել, այ ոնց եք տեսնում, արդյոք չպիտի այս հարցով անկեղծ լինել ու բարեփոխումներ անելուց առաջ գոնե ցույց տալ այն խնդիրները, որոնք եղել են, ինչի հետևանքով են եղել, ինչ առհասարակ տեղի ունեցել, ինչու է գաղտնի պահվում այդ ամենը հարությունից։ Հարցը ես էլ եմ տալիս։ Չի կարելի գաղտնիք պահել, որովհետև մի քանի քառակուսի իրավաբան Աղվան Հովսեփյանից ծերված պրոֆեսիոնալ առումով որոշել են, որ քանի որ այդ քննիչ հանձնաժողովի հետաքննական աշխատանքը տևել է նշված ժամկետից ավել, ուրեմն պետք է այդ զեկույցը ուղարկվի արխիվ։ Նրանք ապուշ են կատարյալ ապուշ, իրենց թվում է թե մենք ենք իրենց գրած օրենքի համար, մինչդեռ իրենց օրենքը պետք է լինի մեզ համար, հայ ժողովրդին այդ զեկույցը պետք է, վերջակետ։ Տարեք ձեր օրենքը, խփեք ձեր գլխին, օրենք է մեծամասնություն է, փոխեք օրենքը եւ ծառայեցրեք հանրության շահերին։ Ինչ վերաբերվում է ռեֆորմների մասով եզրակացությունը մեկն է։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ինչ կա չկա, մենք պետք է թափենք աղբամանա եւ նորը կառուցենք զրոյից։ Ինչն էլ արվում է ըստ էության։ Եվ մի օրվա մեջ չի արվում, երկու օրվա մեջ չի արվելու, մի տարվա մեջ չէ, երկու տարվա մեջ, սա տևական process է եւ սա եւս մեկ, իհարկե ոչ ամենաառաջին, այլ կարևորներից մեկ արգումենտներից է, որ մեզ այո պետք է տևական խաղաղություն։ Այդ զրոյից սկսելը վախեր չի առաջացնում, Նիկոլ Փաշինյանը երբ նոր եկավ իշխանության, ասաց, որ մենք սկսում ենք զրոյական կետից ու դա էլ ասում են առիթ դարձավ, որ ադրբեջանական կողմը գնա ավելի սուր գործողություններ, չեք կարծում, որ չպիտի ամեն զրոյից սկսել, այլ փորձել վերականգնել գոնե հիմքեր։ Ինչը վերականգնել։ Դե հիմքերը պահելով վերականգնել ինչ որ շենքեր, հա պահում ենք։ Ինչն է օրինակ պետք թափել այդ, որ ասում եք։ Ընդհանրապես այդ կառավարման կուլտուրան, այդ կառուցվածքը, այդ մարտական պատրաստության, այդ դպրոցը եւ այլն։ Այդ սովետական, պոստսովետական այդ ամենը պետք է թափել, որովհետեւ դա կենսունակ չէ։ Դրա անկենսունակության ապացույցն էլ նաև այն է, ինչ տեղի ունենում Ուկրաինայում։ Հենց այդ կազմակերպն էլ ահագին փոխված, ռուսներն ահագին փոխել էին իրենց մոտ, բայց գլխի պարունակությունը ոչ չի փոխվում։ Արդյունքում մենք տեսնում ենք ռազմական կատաստրոֆա, որի առաջ կանգնած է Ռուսաստանը։ Պարզապես այն մի հատ ինչ տեղի ունենում Ռուսաստանի այդ իշխող բանդայի շարքերում, նրանք դարձել են իրենց պատերազմի պատանդը եւ չեն կարող դուրս գալ պատերազմից եւ այդ թեմաներով կարելի է մի հատ էլ ֆիլմ հանել եւ վերնագիրը կրկնել, հա, այն անփառունակ վիժվածքներ։
Պարոն Ահա, այս Մեհրաբյան, ամենը։ Հետևաբար այս ամենը պետք է թափել, սա գլխակեր դպրոց է, գլխակեր կառուցվածք, գլխակեր դրվածք, գլխակեր մշակույթ, հակամշակույթ, գլխակեր հակաքաղաքակրթություն, որի ողջ ծանրությամբ հարվածը մենք կերանք։ Հերիք։ Ռուսաստանը հիմա շեղված է Ուկրաինայի հարցերով եւ կարծես թե Թաղված է, ոչ թե շեղված։ թող լինի թաղված է Ուկրաինայի հարցերով եւ չի կարողանում գլուխը թեքել դեպի հարավային Կովկաս, դեպի Հայաստան հասկանալու համար թե հիմնականում այստեղ ինչ է կատարում, համենայն դեպս այնքան ինտենսիվ չի միջամտում հարցին, ինչպես նախկինում էր օրինակ։ Բայց պատերազմը ավարտված չէ։ Մենք չգիտենք ելքը ինչպես է լինելու։ Երբ որ ռուսական կողմը թեքվի դեպի այս կողմ, մենք վախեր չունենք այդ մասով։ Ну, վախերից եկեք չխոսենք, որովհետև վախը մտահոգություն եկեք ասենք, մտավախություն։ Տեսեք, Ռուսաստանը շատ լավ հասկանում է ստեղ ինչը տեղի ունենում։ Բայց ինչ կարող է անել Ռուսաստանը, երբ այո նա թաղված է մինչև ականջները այդ կեղտի եւ արյան մեջ, որի հարուցողը եղել է ինքը։ Եվ որից ելք Ռուսաստանը չունի։ Նա նման է հեծանվորդի։ Իր հավասարակշռությունը պահելու համար նա միշտ պետք է պեդալները պտտի։ Հենց դադարեցրեց պտտել, հենց կանգ առավ նա կորցնի իր հավասարակշռությունը։ Պեդալներ պտտելը այդ դեպքում դա այս մարդասպանությունների, այս մեքենայի կանգնեցնել, չկանգնեցնելն է, հենց կանգ առավ, շրջվելու է իրանց դեմ։ Իրանք շատ լավ են հասկանում։ Դրա համար էլ չեն կանգնում, չեն կանգնելու եւ շատ բան չեն կարող անել այստեղ։ Մտավախություն կա, որ նույնիսկ այս պայմաններով, այո, Ռուսաստանը հենց այն ռուսներն ասում են, չէ, իզվրեդնսի կարող են մի զազրելի բան անել այստեղ։ Դե միշտ ասում են, չէ, իրենց հեռանալիս անգամ կորուստներ պիտի այստեղ արել են, անում են եւ անելու են։ Ինչ մասով։ Այն մասով, որքանով կկարողանան եւ այն չափով, որ չափով մենք իրենց դա թույլ կտանք։ Իմ անդիմախոսությունը կառավարության հետ հենց սրանում է նաեւ սրանում, որ այս սպառնալիքը, ռուսական սպառնալիքը թերագնահատված է։ Կարծում եք այո։ Այո, թերագնահատված է, այսպես կամահրական, մի քիչ էլ գոռոզամիտ վերաբերվում կա դե լավ դե ինչ պետք է անեմ, որ հեսա տեսեք ինչ կանենք, մենք չէ որ սենց, նենց տես չի։ Ի վերջո շատ ավելի ինստիտուցիոնալապես կայուն պետություններ շատ ավելի հատու եւ վճռական քայլերով են պայքարում այս ժանտախտի դեմ։ Մենք Ռուսաստանին առայժմ չենք զրկել հնարավորությունից մեզ վրա հարձակվել մեր ներսից։ Մենք այս հարցը պետք է լուծենք եւ զրկենք նրանց այդ հնարավորությունից։ Դրա համար Հայաստանի քաղաքականությունը պետք է մաքրվի կրիմինալից, պետք է մաքրվի ագենտուրայից։ Մեր ԱԱԾ-ն պետք է ունենա ռուսական բաժին եւ բացահայտի եւ ոչնչացնի ռուսական գործակալական ցանցերը ամենուրեք։ Սա որովհետեւ այս ներքին անվտանգության ապահովման մակարդակով է նաեւ պայմանավորված մեր կարողունակությունը մեր իսկ կողմից մեր առաջ դրած խնդիրները կատարելու համար, որովհետև երբ դուք հիվանդ եք, ապա սպորտային նվաճումների մասին խոսել իմաստ չունի։ Պետք է մի հատ բուժվեք, հետո պարապեք, չէ, հետո նոր խոսենք ցուցանիշներից։ Մենք այսօր մեր պետությունը հիվանդ է ռուսական ժանտախտով։ Իսկ ուժել է պետք։ Ռուսական վտանգները Հայաստանի ներսում հատկապես որտեղ եք տեսնում։ Ուժային ներկայություն։ Հավաքագրման կենտրոններ, ինչպիսին է Россотрудничество, Русский дом եւ այլն եւ այլն։
ռուսական մոնոպոլիաներ այստեղ եւ ռուսական ուսումնական հաստատություններ այստեղ։ Այս ամենը պետք է այո լիկվիդացվի։ Իսկ քաղաքական դաշտում Եվ դրանից էլ ածանցվում է այս քաղաքական դաշտը, որը նաև իր մեջ ներկայացնում է այդ գործակալների եւ կրիմինալի սիմբիոզ։ Այո, նաև քաղաքական դաշտը պետք է քրեազերծվի, այո։ Եվ գործակալազերծվի եւս։ Այո, սա լուրջ խնդիր է։ Մենք տեսանք նաև, որ կա դրա միջազգային փորձը։ Մենք տեսանք, որ նույն արսենալով, նույն զինանոցով Ռուսաստանը հանդես եկավ Մոլդովայի ընտրություններին։ Եվ ինչ էր անում Ռուսաստանը միայն թե իր նպատակին հասնի։ Մենք դա տեսանք, բայց մենք նաև տեսանք, թե ինչպես Մոլդովան հակազդեց դրան։ Սա բաց դասագիրք է, թե Ռուսաստանի այս չարորակ գործունեության հետ կապված, թե դրա հակազդեցության հետ կապված, այսինքն գլուխներով, բաժիններով, բարի եղեք, ուսումնասիրեք։ Հիմա ես տեսա լրահոսից մեր արդարադատության նախարարն է գտնվում Ստրասբուրգում եւ հանդիպում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի ղեկավարության հետ, դատավորների հետ, իրավաբանական հանրության հետ եվրոպական, այո, որովհետև հիմա խնդիր կա հայկական օրենսդրությունը ադապտացնել այս սպառնալիքներին եւ զինել օրենքով մեր իրավապահներին, հատուկ ծառայություններին այս նոր իրենց բնույթով նոր սպառնալիքների դեմն առնելու համար, որպեսզի որևէ քառակուսի իրավաբան խաղեր չտա այստեղ եւ չփորձի դեպքերի ընթացքը բեկել ընդդեմ հանրության շահերի։ Ընտրություններն են մոտենում, պարոն Միրաբյան, եւ շատ տարբեր են պայքարի նպատակներն ու բովանդակությունը, կարծում եմ շատ տարբեր կուսակցությունների կողմից։ Ձեր պայքարի նպատակը որն է, դուք ինչի դեմ եք կամ հանուն ինչի եք դուրս գալիս պայքարի։ Մենք պայքարում ենք հանուն հանրապետության բառիս ամենալայն իմաստով, հենց մեր կուսակցության անվանումն էլ հենց դա է։ Ինչ ասել է հանրապետություն, հանրության պետություն, որտեղ իշխանությունը հանրությանն է, res publica, իշխանություն, հասարակության իշխանություն։ Եվ ուրեմն դրա համար պետության դեմ աշխատող բոլոր տարերը, այո, պետք է դուրս դրվեն ընտրություններից։ Մարտի 1-ի հետ կապված այս դատավճիռը, որ եղավ սեպտեմբերի 18-ին, ինչի մասին էր, որ պետությունն է մարդ սպանել։ Պետությունն է պարտակել այդ սպանության հետաքննությունը։ Եվ պետությունն անկարող է եղել վերականգնել արդարությունը։ Սա նաև դատավճիռ է այն մասին, որ 17 տարի պետությունը եղել է անկարող սա անել։ Այդ թվում նաև այդ անկարողությունը տարածվում է վերջի 7 տարվա վրա։ Հայաստանը դա պարտավոր է կատարել այդ վերդիկտը։ Պարտավոր է ուղղակի։ Ի կատարումն այդ ուրեմն դատավճիռի այդ ժամանակվա պետության առանցքային անձինք պետք է ցմահ զրկվեն քաղաքական իրավունքներից եւ դուրս դրվեն քաղաքականությունից, արգելվի օրենքով արգելվի նրանց զբաղվել քաղաքականությամբ, իսկ քաղաքական ֆասադ հանդիսացող կուսակցությունները պետք է լուծարվեն օրենքով։ Ցուցակով այնտեղ առանցքային դիրքեր զբաղեցրածները պետք է դուրս լինեն քաղաքականությունից։ Մենք տեսնում ենք այսօր այդ խաժամուժը իրեն համարում է իշխանության հավակնորդ։ Իշխանությունն էլ նրանց կոչում է
Մեր հարգելի ընդդիմադիր գործընկեր 4 բառ, որից 4-ն էլ սուտ է։ Մերը չեն։ Հարգելի բան չկա այնտեղ հարգելու, ընդդիմադիր չեն, այլ հակապետական են եւ հակահասարակական եւ հակաքաղաքակրթական, բայց ոչ ընդդիմադիր եւ գործընկեր էլ չեն։ Նրանք պետության նկատմամբ տրամադրված են թշնամաբար։ Նույնն էլ իշխանությունն են ասում։ Ասելով Հակառակ չի։ կողմից։ Ուրեմն ասելով չի։ Փաստերով է, նրանց գործունեության Փաստերով են ասում, բան Մերաբյան։ Փաստերով չեն ասում։ 20 տարվա նրանց կրիմինալ դիկտատուրան բերեց հանգեցրեց աղետի։ Բերեց հանգեցրեց նրան, որ երկրում որևէ բան փոխել առանց հեղափոխության այլևս հնարավոր չէր, որովհետև դեգեներատները բոլոր լիֆտերը փչացրել էին։ Շատ լավ։ Հետևաբար այդ հեղափոխությունն էլ պետք է գա իր տրամաբանական հանգրվանին, ուրեմն վերջաբանին եւ այս աղբը թափի աղբանոց։ Սրա մասին է խոսքը։ 7 տարին քիչ ժամանակ է ինչ որ բան հեղափոխելու համար։ Այդ հարցը ես միանգամայն օրինաչափական եմ համարում։ Իհարկե 7 տարին շատ է այդ բաներն անելու համար, չի արվել եւ դա ունեցել է, այո, համաձայն եմ, եղել են օբյեկտիվ պատճառներ, բայց նաեւ եղել է սուբյեկտիվ պատճառներ։ Հետևաբար փաստարկված է ընդդիմության դժգոհությունը նաեւ։ Որ ընդդիմություն, դուք ում եք խորհրդանական ընդդիմության։ Դա ընդդիմություն չի։ Դե դա ես Դա 5-րդ շարասյուն է եւ 6-րդ պալատ։ Դա մենք ենք ընդդիմություն եւ մենք ենք ասում, թե չէր կարելի այս ձևանել եւ հիմա էլ չի կարելի եւ հիմա ժամանակ կա այդ ամենն ուղղելու համար դուրս դրեք դրանց ընտրություններից լուծարեք այդ կուսակցությունները այդ հանցավոր կազմակերպությունները այդ հակաքաղաքակրթական բջիջները պետք է ուրեմն վնասազերծվեն Հայաստանում այնպես ինչպես դա տեղի ունեցավ Մոլդովայում Այո, հենց այդպես։ Օրենքն էլ ուղարկեք հրատապ կարգով Վենետիկի հանձնաժողով, ժողովրդավարությանը այսպես չվնասելու համար փորձաքննություն անցնի եւ կհամոզվեք, որ սա օրենք է, որը ամրապնդելու է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը անշուն գեղջի, որ ամեն լացիրակ անփետ ման գա։ Ճիշտ է։ Վերջ։ Մեզ պետք չեն քառակուսի իրավաբաններ, մեզ պետք են ոչ էլ ղեկավարներ։ FBI նման FBI հիմնադիր Էդգար Հուվերի նման իրավաբաններ, ովքեր սատկացնում են կրիմինալ տարրերին, չէ՞, եւ քրեազերծեցին Չիկագոն, օրինակ։ Մեզ այդպիսի իրավաբաններ են պետք, ոչ թե այդ թրիքով պարկերը իրավաբանականի դիպլոմով։ Շատ լավ, պարոն Մերաբյան, շնորհակալ եմ։ Համեցեք։ Մեզ լսողներին դիտողներին հիշեցնում եմ, որ Ռուբեն Մեհրաբյանն էր գործարարիքի տաղավարում, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, հետևեք մեզ հետագա զրույցները բաց չթողնելու համար, կհանդիպենք։